Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ, նաև 16-րդ գլխում կան նույն համարը գրված, 38-րդ խոսքում, որ փարիսեցիները եւ դպիրները գալիս են Հիսուս Քրիստոսից նշան խնդրելու։ Ասում են մեզ մի նշան ցույց տուր, որ իմանանք, որ դու ես Դավթի որդին, որ դու ես Քրիստոսը։ Եվ Տեր Հիսուսն ասում է, որ ձեզ նշան չի տրվի, այլ միայն Հովնան մարգարեի նշանը։ Բայց մինչ այդ Հիսուս Քրիստոս արդեն բազում հրաշքներ էր կատարել։ Այսինքն իրանք արդեն բազում նշաններ ունեին, որ հասկանային, որ Հիսուսը դա Քրիստոսն է, օծված փրկիչն է, որ եկել է։ Կույրերը տեսնում էին, որ Հիսուս տեսողություն էր տվել, բորոտները մաքրված էին, դևերին հանում էր, կաղերը քայլում էին, համրերը խոսում էին, աղքատներին ավետարան էր քարոզվում, այսինքն այն ամենը, ինչ որ մարգարեները գրել էին Հիսուս Քրիստոսի համար, որ պիտի գար Քրիստոսը կատարելու, Հիսուսն ամեն բան կատարում էր եւ նշանի կարիք չկար։ Բայց չգիտես ինչի այս կեղծավոր փարիսեցիները եկել էին նշան փնտրելու, իբր թե իրանք էլ են հետաքրքրված Հիսուսով։ Բայց իրանք արդեն իրանց մեջ որոշել էին անարգեն Տիրոջը, որոշել էին սպանեն, ուղղակի եկել էին եւ այդ աստվածպաշտության կերպարանք էին վերցրել, ինչպես Պողոս առաքյալն ասում, եւ եկել էին հարցնելու Տիրոջը եւ փորձելու Տիրոջը։ Եվ ամեն անգամ, երբ որ կարդում եմ այս տողերը, բոլոր այն մարդիկ են գալիս իմ առջև, որ հարատև տարիներով ես ավետարանում եմ։ Իմ շրջապատի մեջ, իմ ընտանիքի մեջ, իմ հարազատության մեջ, դա կլինի համացանցով, կլինի անձամբ շփման միջոցով, որ մարդիկ կարծես թե ընդունում են, կարծես թե հավատում են, կարծես թե հասկանում են, բայց դեռ ինչ-որ մի բանի են սպասում։ Այս կեղծավոր փարիսեցիների պես ինչ-որ մի նշանի են սպասում։ Ինչ-որ մեկը բժշկության է սպասում, ինչ-որ մեկը մի հատ հրաշքի է սպասում, եւ այսպես մի հատ սպասողական դիրքի մեջ են, որ Հիսուս Քրիստոսին վստահեն, Հիսուս Քրիստոսին ընդունեն որպես Տեր եւ Փրկիչ։ Ասես Քրիստոսի կատարած խաչը, մահը եւ հարությունը բավարար չի, որ Հիսուս Քրիստոսին ընդունես։ Հիսուս Քրիստոս իր անձը դրեց մեզ համար եւ խաչի վրա ասեց կատարվեցավ, ես բոլոր մարգարեությունները կատարեցի։ Նաեւ այդ խոսքը թարգմանվում է, որ վճարվեցավ, ձեր գինը վճարված է, մեղքի եւ մահվան գինը վճարված է։ Եվ ես ձեզ գնել եմ հավիտենական ծծումբի կրակներից երկնային արքայության համար։ Եվ Հիսուս Քրիստոսն ասեց կատարվեցավ, ես իմ բաժինը ամբողջությամբ կատարել եմ, ել ինձանից բան մի սպասեք։ Ես ուզում եմ հիասթափեցնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեռ ինչ-որ մի բան են սպասում, բացի այն, որ կատարվել է արդեն 2000 տարի առաջ։ Հիսուս Քրիստոս նոր չի ներելու քո մեղքերը, արդեն քո մեղքերը ներված են 2000 տարի առաջ, բայց մնում է, որ դու հավատքով դա ընդունես քո կյանքի մեջ։ Եվ սրանից առավել ոչինչ չկա, եւ եթե Քրիստոսի խաչը, մահը եւ հարությունը բավարար չի, որ դու ընդունես նրան որպես Տեր եւ Փրկիչ, սիրելիս, ոչինչ չի կարող քո միտքը, սիրտը փոխել, ինչ էլ որ Տերը անի քո կյանքի մեջ, բժշկություններ անի, այդ անկարելի, այդ հրաշքները անի, միևնույնն է դու կգտնես անարգելու մի պատճառ, որ չընդունես Հիսուս Քրիստոսին քո կյանքի մեջ Տեր եւ Փրկիչ, որովհետեւ եթե դու իրապես ունես այդ փափագը, եթե իրապես դու փնտրում ես, ոչ թե կերպարանք ունես աստվածպաշտության, այլ մաքուր սիրտ ունես ընծայելու Տիրոջը եւ ամբողջությամբ բացելու իր համար, Քրիստոսի խաչը բավարար է։ Եվ եթե ինչ-որ մեկը ուրիշ բան է փնտրում, ոչինչ չի լինելու, որովհետև Հիսուս ամենաթանկը տվեց դա իր կյանքն էր քեզ համար։ Մի եղեք կեղծավոր փարիսեցիների պես, սիրելիներ, այլ ընդունեք Քրիստոսի խաչը, մահը եւ հարությունը որպես միակ փրկության միջոց եւ ամբողջությամբ կատարված փրկագնության ծրագիր, որ սրանից են կողմ էլ անելիք չկա, Աստված իր բաժինը ամբողջությամբ կատարել է։ Մնում է, որ ես եւ դու հավատքով ընդունենք եւ մտնենք այդ կատարված ծրագրի մեջ, որ Տերը պատրաստել է իմ եւ քեզ համար, սիրելիներ։ Թող Տերը օգնի, որ այս խոսքերը ձեր սրտի մեջ լույս բերեն եւ ձեր սրտերը լուսավորեն եւ ինչ որ մի հերթական քարոզ չլինի կամ ինչ որ մի հերթական խոսք չլինի, այլ իրապես ընդունեք, զղջակ եւ ապաշխարեք Տիրոջ առջեւ եւ ընդունեք Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ձեր կյանքերի մեջ, սիրելիներ։ Մենակ երկու բառ ունեմ եւ չեմ ուզում շատ անդրադառնամ բոլոր այն մարդկանց համար, նամանավանդ տղամարդ կոչվածների, չեմ ուզում եղբայր ասեմ, որտեղ իրանք չեն կարող ինձ եղբայր լինեն, որ տհաճ մեկնաբանություններ են գնում, մտածելով, որ քույրիկը իրավունք չունի այս բանը կամ այն բանը կամ մյուս բանը։ Աստված տա, որ իհարկե ես խիստ կասկածում եմ, բայց Աստված տա, որ Քրիստոսի ատյանին
ես եւ դու ներկա լինենք։ Եվ այդ ժամանակ կերևա իմ հասակս եւ քո հասակը։ Եվ այն պատերազմները, որ այսօր քո նման եղբայր կոչվածները պետքա անեին, հոգևոր պատերազմները, այդ քո նման եղբայրները իմ նման զորավոր պատերազմող քույրիկների յետևը մենակ կոմենտներ են գրում։ Բայց կկանգնենք Տիրոջ ատյանի առջև եւ կերևա ով էր։ Դրա համար ժամանակ չեմ ուզում տրամադրեմ ձեր վրա, որովհետեւ իմ ժամանակը սթանկ է, իմ ժամանակը Տիրոջ սա պատկանում։ Մենակ երկու խոսք ամոթ ձեզ, ուրիշ ոչ մի բան։ Տերը բոլորիդ հետ սիրելիներ, եղեք օրհնված։